Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ, սիրելի ռադիո լսողներ, բոլորիդ ասում ենք բարի լույս, ուրախ ենք ողջունել։ Այսօր ասում ենք բարի լույս։ Այո, բարի լույս եւ բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, այսօր ուղիղ եթերում աշխատում են Լուսինե Մուրադյանը Եվ Սևակ Հակոբյանը, այսպես։ Մենք ուրախ ենք առավոտը միասին սկսել ձեզ հետ, սուրճով, սիրով եւ իհարկե առաջիկա ժամուկեսը միասին անցկացնելու ենք հետաքրքիր լուրերով, երաժշտությամբ եւ լավ դրամատրությամբ։ Գիտես ինչ ֆիքսեցի, որ մենք այն երջանիկներից ենք Սևակ, որ այնպես է ստացվել մենք կապ չունի թե որ զույգն է եթերում, ում հետ ենք եթեր մտնում, մեզ համար իսկապես հաճելի է յուրաքանչյուրս յուրաքանչյուրի հետ եթերում, այսպես ասած, հանդես գալ։ Այո, աշխատել։ Սա խոսում է իհարկե լավ ընկերական ու ջերմ հարաբերության մասին։ Այո, եւ իհարկե մեր նաեւ մասնագիտական սիրո մասին, բայց այսպես մեր բենեֆիս արի արագաբար։ Այստեղ խնդիրն է, որ ինձ շատ հաճելի է թե Սևակի հետ եթերում լինել, թե Տիգրանի հետ եթերում լինել, թե Մարինայի հետ եթերում լինել։ Իսկ ինչն է կարևոր, իսկ ինչպես է մեզ հաջողվում սուրճ եւ սեր վաղառավոտից փոխանցել ձեզ, իհարկե լավ միջավայրի շնորհիվ։ Իդեպ շնորհակալություն հայտնենք լավ միջավայրի համար, նաեւ տեխնիկական անձնակազմին։ Այո, ողջունել ողջունենք մեր շատ սիրելի Սուսաննային, Արմենին, Խաչիկին, մեր հրաշք Լուսինեին, որ հասել է, այո, շնորհակալություն։ Լուսինեն մեզ մենակ որևէ կերպ չի ուզում թողնել, մենք շնորհակալ ենք դրա համար Լուսինեին։ Լուսինեն է, որ նաև պատասխանում է ձեր զանգերին եւ հետո փոխանցում մեզ եւ հնարավորություն տալիս։ Այո, խոսել միմյանց հետ։ Եվ եւս մեկ կարևոր բան, մենք շատ երջանիկ ենք, որ սուրճ ու սեր արտահայտությունը սիրվել է։ Այո, եւ տարածում գտել։ Դե ինչ, մենք կլինենք միշտ կրեատիվ, ինչ խնդիր կտարածեք, խնդիր չկա, սիրով ինչ անում ենք դες համար ենք։ Այո, սա սուրճը սերը այսպես տիրում է մեր տաղավարում եւ առավոտից արդեն մենք այսպես լավ դրամատրություն ենք փորձում ձեզ փոխանցել։ Այսօր մարտի 28-ն է, աստիճանաբար, այո, ավարտվում է նաեւ այս ամիսը եւ ընդամենը 2-3 օրից ապրիլ լուրջ ես ասում։ Դե ասում եմ ժամանակը ոնց է անցնում։ Ասում եմ պետք է գնահատել ժամանակը, իսկ կնոջը պետք է գնահատել ժամանակին։ Տեսար ինչ անցում կատարեցի, բայց լավներ։ Դες չէ, այդպես գալիս են այդ մտքերը ու ինձ ֆիքսվում են ու ես մեկ էլ ֆիքսում եմ, որ ես հիշում եմ այդ ամենը։ Դե ինչ, քանի որ այսպես ասած ֆոնը ազդարարեց, որ որոշակի տեղեկություն պիտի փոխանցենք ձեզ սիրելի ռադիո լսողներ, մենք տեղեկացնենք խցանումներ կան Սևակ ջան, թե ոչ։ Խցանումները այստեղով դիտեք, ինչ խցանումները կդիտարկենք։ Ես ասեմ սիրելի ռադիո լսողներ, որ այսօր հետաքրքիր թեմա ենք քննարկելու, որը բազմաթիվ անգամներ, այսպես ասած, տարատեսակ խժդժությունների առիթ է հանդիսանում տարբեր երկրներում, դա մասսայական բնույթ է կրում։ Մենք խոսելու ենք այսօր մրցանակաբաշխությունների մասին եւ առհասարակ փորձելու ենք հասկանալ ինչ կարեւորություն ունեն մրցանակները, հա, մարդկանց կյանքում։ Ես օրինակ գտնում եմ, որ դրանք ոգեշնչող, ոգևորող են եւ նաեւ պարտավորեցնող։ Ահա, խցանումները կարծես նայում ենք բալային առումով 4 նիշ է։ Հրաշալի է ուղղակի։ Դեռ ժամը 9:33 է։ Ցանեք երեխաների արձակուրդները երկար են։ Համամիտեք չէ սիրելի Մարինայի հետ դա ասում, որ իսկապես դպրոցական արձակուրդները զգալիորեն թեթևացրել են երթևեկությունը։ Կարմիր գծերը շատ չեն, այսինքն կարմիր հատվածները։ Փոքր կենտրոնում անգամ այդքան շատ չեն խցանված, այո, ծանրաբեռնված պողոտներ։ Մի քիչ Սարալանջի պողոտայում ենք տեսնում ծանրաբեռնվածություն, բայց դա միշտ կա, կարծում եմ, անկախ նրանից թե դպրոց կա, չկա, ամառային արձակուրդներ են մարդկանց մեծ մասը դրսում հանգստանում է թե ոչ։ Կարևոր եւս մեկ տեղեկություն, կենտրոնական բանկի տվյալները ներկայացնենք, տարադրամի փոխարժեքը ամերիկյան $1 արժեքն է 391 դրամ 81 լումա, եվրոն 422 դրամ 41 լումա է, ռուսական ռուբլին մոտավորապես 4 է։ Անցնենք եղանակին, հանրապետության տարածքում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում, կամին հյուսիս-արևմտյան է 3-ից 6 մետր վարկյան արագությամբ, Մայրաքաղաքում եւս առանց տեղումների եղանակ է այսօր սպասվում, ցերեկը առավելագույնը կլինի արդեն +23, երեկոյան +17, իսկ գիշերը +10։ Արի տեսնենք նաեւ հենց այս պահին որքան է +13 եւ արևոտ եղանակ է։ Հրաշալի է ուղղակի, երբ արևը գալիս է, սիրտը բացվում է, լսիր, դե պատկերացրու են մարդ
մարդկանց վիճակը, որ ապրում են մեր երկրագնդի այն հատվածներում, որտեղ գրեթե արև չեն տեսնում։ Ինչ դաժան է, չէ՞։ Իմ հորաքրոջ աղջիկ օրինակ Շվեդիայում է բնակվում, երբ տարիներ առաջ պատմում էր, մենք չէինք եղել այնտեղ, միշտ ասում էր, որ ամենացավալին, որ հատկապես ձմռանը ժամը 3-ից 4-ից արդեն մութ է, ու հետո երբ ինձ էլ հնարավորություն եղավ այնտեղ գնացի, իսկապես առաջին բանը, որ նկատում ես, դա արևի բացակայությունն է։ Դեպրեսիայի բուն չի։ Այո, դրա համար սկանդինավյան երկրները հայտնի են, ցավոք, այո, իրենց դեպրեսիայով, թեև շատ բարեկեցիկ երկրներ են, բայց տեսեք եղանակի եւ այդ ամեն ինչի պատճառով։ Ես չեմ հասկանում, այնտեղ խելամիտ կրեատիվ հայեր չկան, որ ստեղծեն սրճարաններ արևի էֆեկտով, որ կարող են մարդիկ գնալ եւ իրենց թվալ թե եղանակը արևոտ է, տես ինչ լավ գաղափարներ են ծաղկում։ Բայց ինչքան ճամփորդում ես, հասկանում ես, որ հայերից խելամիտ եւ սրամիտ չկան։ Ես այս վերջերս համացանցում տեսա մի հետաքրքիր, այսպես ասած, փոքրիկ հոլովակ, որտեղ մի հայ, այսպես ասած, արհեստական բանականության է հարցնում է, թե հայերը IQ-ի առումով, հա, զարգացվածության եւ խելքի մակարդակի առումով որ հորիզոնականում են գտնվում ամբողջ աշխարհում, եւ Ալիսան ասում է, որ 9-րդ հորիզոնականում են հայերը ամբողջ աշխարհի ցուցանիշով եւ հարցնում է, այսպես ասած, մեր հարևան երկրների թիվը, ասում է, թե նրանք մի քիչ բարելավել են, առաջ են գնացել եւ հայտնվել են 51-րդ հորիզոնականում։ Սա այն դեպքերից է, որ մեծամտություն չէ, իսկապես ինչքան շատ ենք շփվում այլազգիների հետ, այդքան հասկանում ենք, որ այսպես սրամիտ են, հնարամիտ, ինչ որտեղ դա նաեւ լավորից չէ, որ գալիս է, բայց ամեն դեպքում այո։ Բայց ես մի բան եմ նկատել, ինչքան ճամփորդում ես եւ դրսում տեսնում ես, այն որ ասում են, դե դրսի եվրոպացիք, չգիտեմ, այլ երկրի մարդիկ, դե նրանք ուրիշ են, մենք սկսում ենք մեզ փնովել, իրականում դրսում շատ հաճախ մենք մեզ ավելի կիրթ ենք պահում, քան այլ երկրի ներկայացուցիչներ, որևէ մեկին չենք ցանկանում նեղացնել ամենևին, բայց եկեք այդ քննադատությունը, հա, ինքնախարազանումը լինի չափի մեջ, լինի օբյեկտիվ եւ ոչ գերագնահատենք, ոչ թերագնահատենք մեզ։ Միանշանակ եւ այսքան խոսեցինք ճամփորդել աշխարհի երկրներ, արի խոսենք Հայաստանում ավտոճանապարհների իրավիճակից, դե քանի որ նշեցինք տեղումներ չկան եւ այսպես արդեն արևոտ եղանակ է։ Եվ նույնն է Տիգրանն ասել է, որ մինչև ապրիլի կես փակ է լինելու Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օթերևութաբանական կայանից Գարիլիճ եւ Ամբերտ ամրոստանող ավտոճանապարհները։ Սա միանշանակ ամեն եթերի պետք է կրկնենք, բայց դեռ շարունակում են խորհուրդ տալ։ Եվ ամենակարևորը երթևեկել ձմեռային անվադողերով։ Միանգամից մի փոխեք։ Եվ տեղափոխվենք Լարս, որը Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բարեբախտաբար բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուրա։ Եվ չենք մոռանում, որ բաց է նաև կոմենտներ բաժինը եւ լայվը վաղուց գործարկված է ու դուք կարող եք նաև ձեր ջերմ խոսքերը գրել մեր լայվին, մենք դրանք անպայման ընթերցում ենք, կարդում ենք, իդեպ մեկնաբանությունները արդեն կան։ Վիգեն Եղիազարյանն է մեր ջերմ ողջունում, բարի լույս առավոտ, շատ հաճելի է լսել ձեզ ամեն առավոտ, շնորհակալություն։ Էդիկ Բաբուջյանը մեզ ստիկեր է ուղարկել սրտիկներով։ Ֆուլ ստերլինգի հետ չունեմ, չեմ ասելու։ Եվ Արմեն Դավթյանը, հարցնում ես ֆուլ ստերլինգ։ Ֆուլ ստերլինգը ինչ արժի։ 506.61։ Ձեզ համար ամեն ինչ անում ենք ձեզ համար, այնպես որ տեսեք։ Եվ իհարկե մենք ասացինք, որ այսօր ծրագրի առաջին հատվածում խոսելու ենք մրցանակաբաշխություններից։ Հիմա առաջարկում ենք երկ, հետո եւ ասենք, որ հետո կամփոփենք 3 կայացած արտավազ թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի առաջին անգամ մայրաքաղաքից դուրս տեղի ունեցավ Կապանում։ Ես ուրախացա, գիտես։ Այո, 3 մենք էլ եթերում խոսում ենք դրա մասին։ Դերասաններին կհարցնենք լավ է թե ոչ այդքան ճանապարհ կտրելու է հետ գալ, բայց այնպես որ կամփոփենք մրցանակաբաշխությունը եւ նաեւ պլանավորում ենք ուղիղ կապ հաստատել Կապան։ Այո, տեսնենք թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Դրանով էր պայմանավորված, որ թատերական աշխարհի մեր սիրելի ներկայացուցիչները 3 եւ այսօր մեզ մոտ հյուր չեկան, որովհետեւ նրանք բոլորը տեղագնացել էին Կապան։ Այո, եւ նոր փորձում են վերադառնալ։ Լսենք Արամեն Պետրին, հետո արդեն կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Դարերի խորքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը նենց են բարում, որ շարժում են սարքա արես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինդ բայի անցյալի թելը, այդ բարի մեջ կա քո գենը, ուսուսի հարուցի նման դեն, շարժումները պինդ բայի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինդ բայի անցյալի թելը, այս բարի մեջ կա քո գենը, հստակից մեջ եմ ուշուվան, մեր պապերը միացիր, ամեն ինչ մոռացիր, գորասել պինդ բարերը, որին ես ուժեղում միշտ խելոք ինչպես բարի պապերը, պինդ բայի անցյալի թելը, այս բարի մեջ կա քո գենը։ Հաղթող եմ մենք ենք, հոգիս երկու
Հակոբ, Դարերի խոքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը մեծ են բարում որ շարժում են սարքարես բարերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինպահի անցյալի թելը այդ բարի մեջ կակոգենը ուսուսի արուցի նման դեն շարժումները պինպահի ուսերը դու հողին ամուր խփի ոտքերը մեզ տագից մեջ եմ ուշուվան մեր պապերը միացի ամեն ինչ մորացի որ ասել կետ բարերը Դու ինձ կոծեկը հաղթող եմ մենք ենք հոգիս երկում է լերների երկը Դու ինձ կոծեկը գորն տղերկը ես բարը զենք է դե բարի կոչարի Քոչարի որ ստիպում հոգուտ մեջն ես Քոչարի դու բարի որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի քո պարը պապերի ամբերից վեր պահի Քոչարի բոլորին պարելու կոչարի Քոչարի բոլորին պարելու կոչարի Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ ասում ենք բարի լույս սիրելի ռադիոլսողներ, կարծում եմ Արամ Էմբետրի եւ մեզ հետ միասին արդեն բարեցիք Քոչարի։ Այո, մեր հաղթական պարը եւ հիմա խոսելու ենք հենց հաղթանակներից։ Երեք արտավազդ մրցանակաբաշխությունը կայացավ Կապանում, ինչպես նշեցինք, եւ այստեղ իսկապես բացարձակ հաղթող եւ առաջատար է Համազգային թատրոնը, որը միանգամից 7 անվանակարգում ստացել է արտավազդ արձանիկ։ Իդեպ ասեմ, բացարձակ չզարմացրեցիր ինձ, որովհետեւ Համազգայինը իր ոճով, իր համակարգով, իր, այսպես ասած, մեսիջներով միշտ առանձնացել է ու միշտ եղել է բարձունքում։ Այնպես որ շնորհավորում ենք Համազգայինի բոլոր աշխատակիցներին, ոչ միայն բեմում ելույթ ունեցողներին, որովհետև սա կարող ենք ասել բոլորինն է։ Այո, միանշանակ եւ այս թատրոնը մշտապես հաղթում է այս մրցանակաբաշխությունում եւ նաեւ միջազգային փառատոներում տարբեր մրցանակներ եւ սա լավառիթ է հենց կապ հաստատել ուղիղ կապան մեզ միացել է Համազգային թատրոնի տնօրեն Լուկաս Մադոյանը։ Լուկաս, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում ենք սրտանց, շատ ուրախ ենք։ Շատ շնորհակալ ենք։ Ձեզ մաղթում ենք բազում նոր ներկայացումներ, շատ հնարավորություններ, աշխարհի տարբեր բեմերում հրաշալի փայլուն ելույթներ եւ բազմաթիվ ծափողջույններ։ Շնորհակալ եմ շատ։ 10 անվանակարգում առաջադրվելուց հետո 7 մրցանակ շահելը սա իսկապես բացարձակ հաղթանակ է։ Լուկաս, ինչպես է նախ տրամադրությունը, թե ձեր, թե ամբողջ անձնակազմի։ Շատ ողջավորված ենք բոլորս։ Իրականում 1 տարի մենք շատ կրտնաջան աշխատել ենք ու բոլորը դուք ճիշտ նշեցիք, ոչ միայն մարդիկ, ովքեր բեմի վրա են, այլ ետնաբեմում աշխատող անձնակազմը եւս 1 տարի կրտնաջան աշխատել ու ունեցել ենք բազմաթիվ պրեմիերաներ, եւ որի արդյունքը երեք ոնց որ ամփոփվեց արդեն։ Իրականում մենք սպասում ենք, որ բավականին շատ մրցանակներ ենք տանելու տուն, այսպես ասած։ Այո։ Մի փոքր սպասվածից ավելի ստացվեց։ Ինչ լավ է, տեսնում եք։ Սա մենք այսօր առհասարակ թեման այնպեսին է, որ խոսելու ենք, թե որքան կարևոր են մրցանակները առհասարակ տարբեր ոլորտների մարդկանց կյանքում եւ որքան են դրանք ոգեվորում, ոգեշնչում։ Այ կուզեինք նաեւ ձեզնից լսել, որովհետեւ հիմա այս պահին 7 մրցանակ, այսպես ասած, ձեր գրպանում դրած փորձում եք վերադառնալ Երևան։ Իրականում տեսեք, արտավազդը միակ թատերական մրցանակաբաշխությունն է Հայաստանում եւ ամենակարևորը, ես դա կարծում եմ ամենաբարձր գնահատականն է, որը որ կարող է Հայաստանում
հայ դերասանը ստանալ, թատրոնի դերասանը ստանալ։ Եվ 7 մրցանակ տանել ինձ թվում է բոլորի համար անպարտավորեցնող է, որովհետև դու այլ ավելի լավ պետք է աշխատես, որպեսզի ինքդ քեզ գերազանցես։ Եվ մենք այս տարի եւս միտված ենք աշխատել այլ ավելի լավ, քան անցած տարի, որովհետև արդեն ունենք նախանշած նոր տրեյլերներ, որոնցից մեկը Սիմոն Աբգոյանի ներկայացումն է։ Այո, փորձերը սկսված են։ Նոր ներկայացում բեմադրում եւ Անդրանիկ Միքայելյանը, երիտասարդներ եւս փորձառու ռեժիսորներ, տարբեր սերնդի ներկայացուցիչներ այս տարի իրականացնելու են մեր թատրոնում բեմադրություններ եւ հուսով ենք մյուս տարի եւս կփորձենք գերազանցել այս տարվա արդյունքը։ Միանգամից անցել են գործի Լուսինե զգացիր, ստացել են արձանիկներ ու ապագա պլաններից։ Որ դուք պիտի ասեք, որ պարտավորեցնող է, որովհետև երբ վերցնում ես մի հարթություն եւ այդ հարթությունը հաղթահարում ես պատվով դեռ ավելին քո սպասելիքներից, հաջորդ հարթությունը ավելի բարձր պիտի, սանդղակը պիտի նիշը ավելի բարձր լինի եւ դա ավելի բարդացնում է գործը, չէ՞։ Բնականաբար, բայց մենք մի հատ այսպես ասած հիդեն զենքել ունենք, գաղտնի զենք ունենք, որ մենք արդեն մյուս հատորաշրջանում կլինենք մեր նոր թատրոնի բեմում եւ այնտեղ արդեն այլ ավելի մեծ հնարավորություններով կկարողանանք արմացնել մեր հանդիսատեսին։ Բոլոր արձանիկները մյուս տարի ձերն են լինել։ Լուկաս առաջին անգամ էր Կապանում անցկացվում, միշտ Երևանում է անցկացվել վերջին տարիներին հատկապես, ինչպիսին էր տրամադրությունը բացի նրանից, որ դուք այսպես բացարձակ հաղթող եք։ Դե նախ ասեմ, որ նմանատիպ նախագծերը շատ կարևոր են, որովհետև մարզային համաչափ զարգացումը ամենակարևոր գործոններից մեկն է պետական զարգացման նաև եւ ուզում եմ ասել, որ համազգային թատրոնը մշտապես եղել է ու կա նմանատիպ նախաձեռնությունների կողքին եւ միշտ պատրաստ ենք թե յուրախաղերով թե նմանատիպ մրցանակաբաշխությունների շրջանակներում մեկնել տարբեր մարզեր, քաղաքներ եւ այնտեղ ելույթ ունենալ։ Մեր համար շատ կարևոր է սա։ Ուսում մյուս տարի արդեն կլինի մեկ այլ մարզում, մեկ այլ քաղաքում եւ սիրով կմասնակցենք։ Գեղեցիկ ավանդույթ կլինի մարզերում, տարբեր թատրոններում եւ բնականաբար շնորհակալ ենք ձեզ եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Մաղթում բազմաթիվ նոր ներկայացումներ, որոնք կունենան հրաշալի ասելիք, ինչպես ունեին նախորդները, որովհետեւ ամենակարևորը կարծում եմ հետք թողնելն է, հա, երբ մարդը ներկայացումը դիտում է ու սկսում է խորհել, մտածել, փոխել արժե համակարգում ինչ որ բան։ Դա ձեզ հաջողվել է, այնպես որ շարունակեք նույն ուղով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք եւ արդեն բարի վերադարձ Երևան, վստահ ենք դեռ հանդիպելու շատ առիթներ կլինեն։ Այո, այստեղ ստուդիայում կհանդիպենք եւ կփորձենք։ Շնորհակալ, բարի ճանապարհ ձեզ, անփորձանք, կարող եք մեր եթերը լսել ընթացքում իմիջ այլոց, որովհետեւ հանրային ռադիոն լսում են ամբողջ Հայաստանով մեկ։ Իրոք, հենց հիմա կմիացնենք ու ճանապարհ։ Շնորհակալություն Լուկաս։ Մեկ անգամ, այո, հրաշալի է եւ ես մի բան եմ նկատել կարեւոր, որ մեր ներկայացումները տարբեր են, այսինքն ամեն թատրոն ունի իր ձեռագիրը, ամեն թատրոն ունի իր գույնը, ամեն թատրոն ունի իր ոճը եւ ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը։ Այո, միանշանակ եւ կարեւոր է, որ ինչքան էլ ասենք հանդիսատեսի սերը իհարկե գլխավոր մրցանակն է, գրավականն է, բայց նաեւ ցանկացած ոլորտում աշխատող մարդու համար հաճելի է տարեկան մեկ անգամ, չէ, արժանանալ այս կամ այն կոչմանը, մրցանակին, սրանք իհարկե սիմվոլիկ են, խորհրդանշական են, բայց այսպես հոգին շոյում են, կարծես մարդուն ոգևորում են առավել։ Գրահատված է զգում իրեն, իսկ դա շատ կարևոր է։ Ամփոփենք արտավազդը։ Այսպես առաջ ընկանք, քանի որ Լուկասն ասաց, որ արդեն ճանապարհ են դուրս գալու եւ հետո դժվար կլինի խոսելը, ինչպես նշեցինք 7 արտավազդ տարել է միայն համազգային թատրոնը, բայց հիմա հերթով անցնենք, նախ բացի այսպես մրցանակներից նաեւ հատուկ մրցանակներ են շնորհվել եւ առաջին արտավազդ մրցանակը շնորհվել է Տիգրան Աթայանին Կապանի թատրոնի ստեղծագործական նոր շունչ հաղորդելու եւ ներկայացումները փառատոններում հիմնադրելու համար կամերային ներկայացումների փառատոն եւ հենց այդ թատրոնում էլ անցկացվում էր արտավազդը։ Կարծեմ հոբելյանական էր տարին, դրա համար էլ ընտրված էր հենց այս թատրոնը։ Այո, հատուկ արտավազդ մրցանակներ են շնորհվել Արմոնո փառատոնին, Թբիլիսի Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնին, կամերային թատրոնին եւ այլ կառույցների ներկայացուցիչներին։ Շարունակենք հատուկ մրցանակների շարքը, թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ են ստացել Արտավազդ Գրիգորյանը եւ Նատալիա Բաղդասարյանը։ Տարվա լավագույն դերակատար անվանակարգերում հաղթող են ճանաչվել Վարշամ Գևորգյանը, իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացման շնորհիվ համազգային թատրոնի ներկայացումն է եւ Լիլիա Մուկուչյանը, Սպանդի Աստվածը, այս ներկայացումը ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումն է, երկրորդ պլանի լավագույն դերակատարներ են ճանաչվել Նարեկ Հայկազյանը եւ Թեհմինե Խաչատրյանը։ Գլխավոր անվանակարգերից մեկը լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սուրեն
Արեն Շահվերդյանը, Փող, Կիրք, Իշխանություն, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից եւ տարվա լավագույն ներկայացումը, ինչպես բազմիցս նշեցինք, արդեն շնորհվել է համազգային թատրոնին Լակոտ բեմադրության համար։ Այնպես որ ես կարծում եմ, որ ճիշտ ներկայացումներ ընտրելուց դուք կունենաք ճիշտ, այսպես ասած, մեսիջներ եւ կկարողանաք համատեղել հաճելին օգտակարի հետ, որպես ժամանց ընկալելով գնալ կտրվել առօրյա հոգսերից, միևնույն ժամանակ մտահորիզոն փոխելով, դերասանական փայլուն խաղ տեսնելով, ռեժիսորական հնարքներ տեսնելով, այնպես որ հրաշալի է մի պահ ասում էին, թե ոնց որ ռադիոյին ու հեռուստատեսությանն են միշտ ասում, դե վերջ իրեն ժամանակն անցավ, ոչ թատրոնը կա ու կլինի եւ ի վերջո իզուր չեն ասում, որ եթե դերասանը կարողանում է լավ խաղալ թատրոնում, նա իսկական դերասան է եւ լավագույն կինոյի, այսպես ասած, դերասանները հենց թատերական դերասաններ են։ Սա էլ պետք է շեշտել, որովհետեւ թատրոնը այսպես կենթանի օրգանիզմ է եւ մոգական հետաքրքիր այսպես ուժ ունի։ Գնացի մտովի 7 տարի բեմերում Եվ ասենք, որ նմանատիպ մրցանակաբաշխությունները նաև ինչով են կարևոր, դες նայում ենք ցանկը եւ այսպես ինքնաբերաբար ցանկություն է առաջանում, չէ, եթե չես դիտել օրինակ Լակոտը, որը տարվա լավագույն ներկայացում է ճանաչվել, ուզում ես գնալ նայել, ինչպես օրինակ Օսկարի դեպքում է, չէ, ֆիլմեր կան, որ չգիտես, հետո իմանում ես Օսկարակիրը, ուրախանում ես, հիասթափվում ես։ Նույնը նաև նմանատիպ մրցանակաբաշխությունների դեպքում Լակոտը եւ կա այնտեղ նաև Մարթահապի մեջ, որպես երիտասարդական ներկայացում էր կարծես թե ստացել արտավազ, անպայման պլանավորում եմ գնալ եւ դիտել, այնպես որ սիրելի ռադիոլսողներ, իրար հետ կգնանք։ Վերջ մենք որոշեցինք ժամանակ գտեք եւ անպայման հատկապես նաեւ մարզերում այցելեք թատրոններ, որովհետեւ դրանք գործում են միմիայն հանդիսատեսի համար եւ լի դահլիճները գլխավոր մրցանակն են ցանկացած դերասանի համար։ Այո, ծափերը շատ կարեւոր են, ջերմ ողջույնները շատ կարեւոր են։ Դե ինչ մնացեք Անդրեյնի հետ ծրագիրը դեռ Երբ նվիրենք Կապանից եկող վերադարձող մեր արտիստերին, այո, վերադարձի Սիրուշոնը շարունակում մեր եթերը, մնացեք մեզ հետ։ Memories in my head since the day you left. Of all the things you said, all the things you said, missing what we had. Wish we could go back to the day we met, to the day we met. We could be Wonderland, Wonderland, Wonderland. Picturing what we had, what we had, what we had. We need a second chance, take it back, show me I'm the only one, the only one.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:56 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը սուրճով սիրով եւ նաեւ թարմ տեղեկատվությամբ, որովհետեւ արդեն մեզ միացել է ռադիոլուրի մեր գործընկերը Գեղեցկուհի Հասմիկ Մարտիրոսյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Հիանում ենք ուղղակի ամեն անգամ այս շլացուցիչ գեղեցկությունը, երբ գալիս է մեր ստուդիա։ Հասմիկ, մենք այստեղ խոսում ենք մրցանակաբաշխություններից, որովհետեւ մրցանակներից առհասարակ։ Դրանք կարող են լինել փոքրիկ մրցանակներ, հիմնարկում փոքրիկ այսպես խրախուսական գեղեցիկ մրցանակներ, դիպլոմներ, որքան կարևոր են դրանք մարդու աշխատունակությունը բարձրացնելու, էգոն լավ առումով շոյելու տեսանկյունից։ Իմ կարծիքով դա գնահատական է ցանկացած ոլորտում, հաճելի է, երբ որ կատարած աշխատանքը գնահատվում է եւ նոր հնարավորություններ, նոր ասպարեզ է։ Ըստ եմ Հասմիկը դա լավ գիտի, որովհետև տարեվերջին ռադիոլուրը միշտ չէ տարբեր լրագրողական մրցանակաբաշխություններից վերադառնում է ավարով, այսպես լավ առումով։ Ես ասեմ հանրային ռադիոն ընդհանրապես միշտ մրցանակներ ունի, չէ՞, այսպես կարող են։ Մեր լրագրողները, մեր տարբեր ոլորտում դուք էլ կարծեմ վերջերս եք ստացել, այնպես որ մենք այդ մրցանակները ճաշակում ենք եւ բարբերաբար ստանում ենք։ Լավ գիտենք դրա գինը։ Այո, դրա գինը ջանասիրաբար աշխատանքն է, ազնվորեն աշխատասիրությունն է, որովհետեւ նվիրված աշխատանքը միշտ գնահատվում է, այնպես որ շնորհավորում եմ նախ ես գիտեմ, որ թատրոնի միջազգային օրներ մարտի 27-ին արտավարտ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ։ Շնորհավորում եմ մրցանակակիրներին այսքանը։ Հա, թող շարունակեն, իդեպ մեր այսպես ասած մենք ուղիղ կապ էինք հաստատել համազգայինի տնօրենի հետ եւ նա լավ բան ասաց պարտավորեցնող է։ Այո, հենց այդպես է։ Լավ առումով թող պարտավորեցնի, հաջորդիվ ավելի լավը լինելու համար։ Իսկ մի կարևոր բան եմ ուզում այստեղ մեջ բերել, գնված մրցանակները ոչինչ չարժեն։ Մրցանակները պետք է արժանանալ, այլ ոչ թե գնել տարատեսակ մրցանակներ, ինքդ քեզ ծավ տաս ուրախանաս, որ դու ինքնախապեյության ինչ որ կներեք, բայց չէի կարող չասել այս մասին, էլ ինչ կարևոր իրադարձություն կարող է հետաքրքիր լուր եմ առանձնացրել, իդեպ որի մասին համացանցը հիմա շատ ակտիվ քննարկում է, մասնավորապես Իլոն Մասկն է գրառում արել X-ում եւ այո, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է գրել, նշեն, որ Starlink-ի ծառայությունները արդեն հասանելի են դառնալու Հայաստանում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է նշել այսպիսի ձևակերպմամբ հաջորդ սերնդի ինտերնետը արդեն Հայաստանում է։ Բրավո։ Իսկ թե ինչ է տալու ինտերնետը, սա կարևոր ձեռքբերում է համարել նախարարը, նշել է, որ անվտանգ որակյալ կապ է, հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, ինչպես նաև կապի նոր հնարավորություններ բոլորի համար, անկախ գտնվելու վայրից։ Ավելի շատ կանցկացնենք ժամանակը։ Չէինք անցկացնում, հիմա էլ ավելի։ Նշեմ, որ ավանդական ինտերնետը օպտիկամարաթելային այդ կապի մասին է եւ դժվար անցանելի վայրերում, որ հնարավոր չէր, Starlink-ի միջոցով արդեն հնարավոր կլինի։ Այսինքն մալուխի խափանումներ էլ չենք ունենա։ Մալուխի ճանապարհների նման օրինակ բարդություններ արդեն էլ չեն սպառնա եւ սա անվտանգային առումով է նաեւ կարեւոր։ Հրաշալի է, դե ինչ, այո, ժամացույցը ուղեք եւ տեղեկացեք վերջին թարմ լուրերին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը ներկայացնում է մարտի 28-ի լուրերը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի 5-րդ զեկույցը։ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է, հայտարարում են Մխիթար Հայրապետյանը եւ Իլոն Մասկը։ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Նախ տեղեկացնենք, շարունակվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ղազախստան, 3 նախարարին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Կասիմ Ժոմարթ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող
կապող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդեր Բրաունը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել փաստաթուղթը։ Մասնավորապես հայտարարության մեջ շեշտվում է, սա պատմական պահ է, կողմերին կոչ են կանում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։ Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի եւ տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ, ըստ դեսպանության Քվինը զրուցել է բնակիչների հետ, համայնքի ղեկավարի վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Նշեմ, որ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի Հանրապետության 5-րդ զեկույցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քննարկմանը մասնակցելու նպատակով պատվիրակություն կգործուղվի Շվեյցարիա ապրիլի 14-ից 17-ը։ Հիշեցնենք, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն նախորդ տարի անընդունելի էր գնահատել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված մարդասիրական իրավունքի խախտումները։ 2024 թվականի մայիսի 10-ին կոմիտեն հրապարակել էր իր եզրափակիչ եզրակացությունները, որտեղ հատկապես շեշտադրված էին հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները, այդ թվում սպանությունները, խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ասել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները մշտական կապի մեջ են, քաղաքական երկխոսությունը տարբեր ուղղություններով շարունակվում է։ Զախարովան ճեպազրույցում հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետն ընդունել է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների արտգործնախարարները, փոխնախարարները կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն են վարում, գործում են միջկառավարական եւ միջխորհրդանական մեխանիզմները։ Զախարովան ասել է, որ կան չլուծված հարցեր եւ մասնավորապես շեշտել է. մենք դրական ենք գնահատում, քննարկում ենք, ունենում, հուսով ենք լուծումներ գտնել, ասել է պաշտոնական ներկայացուցիչը։ Եվ համառոտ անդրադառնանք միջազգային լուրերին, եգիպտական պատվիրակության անդամները մեկնել են Դոհա, շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցի շուրջ, ըստ եգիպտական աղբյուրների պատվիրակության կազմում են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, սպասվում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի նախապատրաստման շրջանակներում կքննարկվեն դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսումը։ Ավելի վաղ, մասնավորապես մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ընդհատելով ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսկ ահա Փարիզում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիան կներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը Փարիզում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ ահա Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է, Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, Եվրոպան չափազանց մեծ դեր ունի եւ պետք է ներկայացված լինի։ Տեղեկությունների համաձայն Ֆրանսիան բանակցություններում կներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Մեծ Բրիտանիան վարչապետ Քիր Սթարմերը։ Ֆրանսիայի նախագահը եւս մեկ հայտարարությամբ է հանդես եկել, ասել է, որ Ուկրաինայի խնդրի կարգավորման շրջանակում հնարավոր է պայմանավորվել արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու վերաբերյալ, սակայն ըստ նրա արևմտյան երկրները իրավունք չունեն բռնագրավել այդ ակտիվները։ Եվ ինչպես թողարկման սկզբում նշեցինք Starlink-ի մասին, ծառայությունները արդեն հասանելի են Հայաստանում, Facebook-յան գրառմամբ լուրը հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հավելելով, որ այս ծառայությունը ապահովում է արբանյակային ինտերնետ նաև ամենահեռավոր գյուղերում ու դժվարամատչելի շրջանակներում, իսկ ահա ամերիկացի գործարար միլիարդատեր Իլոն Մասկը անդրադառնալով թեմային ասել է, որ Starlink այժմ հասանելի է Հայաստանում, դառնալով աշխարհի 130-րդ երկրում հասանելի գերարագ ինտերնետ ծառայությունը։
Այս ժամին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Գիշերը մութ է և անհուն է, գիշերը ցուրտ ու անձրևով, կանգնեց մեկի երջանկությունը, գետի բացվող կամուրջի մոտ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտա շուտով լույս այգը, կանցնի գիշերը այսօր, անմար պահիր լույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի կփարվի բախտի տանուրջը, նրա ճամփին միշտ կաղեր, և շատ անգամ թողած կամուրջը, մարդիկ անհույս դառնում են ետ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտա շուտով լույս այգը, կանցնի գիշերը այս ամպոտ, անմար պահիր լույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտա շուտով լույս այգը, կանցնի գիշերը այս ամպոտ, անար պահիր լույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի մոտ, քո դեմ բացվող կամուրջի մոտ, քո դեմ բացվող կամուրջի մոտ. Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից ձեզ ենք փոխանցում սեր, սուրճը ձեզնից, սերը մեզնից։ Այսօր այս արտահայտությունը չէինք արել։ Այո, եւ այսօր խոսում ենք մշակույթից, մրցանակաբաշխություններից, արտավազն ամփոփեցինք, կամուրջներն էլ, այսպես մշակույթը կարծես կամրջում է, չէ՞։ Եվ ամենակարևորը, որքան հնարավոր է շատ լինեն որակյալ միջոցառումներ, որովհետեւ դրանք
այսպես ասած հոգևոր սնունդ են, որի կարիքը բոլորս ունենք, յուրաքանչյուրս ու անդադար ունենք այդ հոգևոր Եվ ինչքան էլ չէ, լինի պետական աջակցությունը միշտ կարծես դա քիչ է, մշակույթի ոլորտում միշտ կա այսպես հավելյալ օգնող ձեռքի, աջակցության, ռեսուրսների ֆինանսավորման եւ ամենակարևորը թարմ գաղափարների կարիք, որովհետեւ հաճախ կան ռեսուրսներ, բայց մարդկանց կրեատիվը միգուցե պակասում է։ Իսկ հաճախ չկան ռեսուրսներ, բայց կան թարմ գաղափարներ եւ ամենակարևորը կա ցանկություն, դրանք են անհրաժեշտ առաջնահերթ, հետո պիտի հայթայթել։ Բնականաբար ծանր աշխատանք է։ Եվ այս գործում կարևոր են տարբերատեսակ հիմնադրամները, կազմակերպությունները, որոնք փորձում են իրենց ռեսուրսները, ներուժը ներդնել, որպեսզի տարբեր միջոցառումներ, հետաքրքիր ծրագրեր, նորարարական գաղափարներ իրականություն դառնան, եւ մեր հայ իրականության մեջ արդեն 1 տարի նման մի հիմնադրամ է գործում, շատ գեղեցիկ անվանմամբ Կերոն հիմնադրամը, որը երեք նշեց իր հիմնադրման 1 ամյակը, եւ այսօր մենք չենք կարող առիթը բաց թողնել եւ զրուցել այս հիմնադրամի գործունեության մասին։ Մեր տաղավարում են Կերոն հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը, Ողջույն, եւ մեզ հետ է նաեւ ծրագրերի տնօրեն Վիկտորիա Պապիկյանը։ Վիկտորիա, բարև ձեզ ու բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհավորում ենք ձեզ 1 ամյակի առիթով։ Մենք անհամբերությամբ կսպասենք, երբ մեկի կողքը նաև 0 ավելանա, այսինքն ձեզ մաղթում ենք երկար գործունեություն, որովհետև իզուր չէր, որ սկզբում նշեցի, որ կարևոր են որակյալ միջոցառումներ, այստեղ բանալի բառը որակյալն էր, տարատեսակ այսպես ասած միջոցառումներ կան, բայց դրանցից կան միջոցառումներ, որոնք կարելի է նույնիսկ չլինեին, ավելի լավեր չլինեին։ Ձեզ մոտ կարծես թե կրեատիվը եւ որակը այսպես փորձում եք անպայման իրար կողք դնել, հա։ Նախ Մարի Լույս եւ շնորհակալություն հրավերի համար։ Այո, մենք երեք նշեցինք մեր 1 ամյակը, որը մեզ համար էլ այս 1 տարին արագընթաց սրընթաց լրացավ եւ թրավ։ Ես երևի 2 բառով խոսեմ հիմնադրամի մասին, որպեսզի ավելի པարզ լինի մեր գործունեության նպատակը եւ ուղղությունները։ Բայց չմոռանաք իմ հարցը պատասխանել, որովհետեւ sense tennis մենք խոսելու էինք հիմնադրամի մասին, բայց ուզեցի անպայման գնայինք ավելի կրեատիվ մոտեցմամբ հարցադրույցը։ Լավ, ձեր հարցին սկզբից կպատասխանեմ, հետո կխոսեմ հիմնադրամի ստեղծման դրդապատճառներից։ Այո, մեր ցանկացած նախագիծ, նախաձեռնում փորձում ենք այնպեսին անել, որ տարբերվող լինեն եւ նոր խոսք եւ նոր շունչ մտցնեն մեր երկրի զարգացման գործում։ Քանի որ մեր գլխավոր առաքելությունը հենց Հայաստանի զարգացումն է, մենք լծվել ենք մեծ սիրով այդ գործին եւ փորձում ենք դա անել նորովի եւ նոր միջավայր ստեղծելու տեսլական ունենալով։ Շնորհակալություն։ Խնդրեմ, հիմա անցնենք արդեն հիմնադրամի գործունեությանը։ Հիմնադրամը 1 տարի առաջ այս օրերին, երբ որ ստեղծվեց, թիմի եւ հիմնադիրների մտքին մի նպատակ էր, ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Եվ այդ ուղղությամբ մենք մի շարք գործունեություն ունենք ծավալում տարբեր ոլորտներում, մեր ռազմավարական ուղղություններով, դրանք սպորտը, մշակույթը, արվեստը, առողջապահությունը եւ կրթությունն ու տարածքային զարգացումը։ Ես ուզում եմ նշել անպայման մեր կարևորագույն առաքելության մասին, որը կարծես մի փոքր հանրության մոտ դեռ հստակ չի ընկալվում, քանզի մենք միջ այդքան այդ ուղղությամբ ծրագրերը հստակ չենք լուսաբանել, ինչ անելու ենք հիմիկվանից սկսած։ Դա Հայաստանի Հանրապետություն հրավիրել կանչել մարդկանց պրոֆեսիոնալների, ովքեր կգան կտեղափոխվեն Հայաստան եւ կսկսեն այստեղ աշխատել իրենց մասնագիտական ներուժը ներդնելով Հայաստանի զարգացման գործում։ Իսկ ազգությունը կապ ունի։ Ոչ, ի տարբերություն նմանատիպ այլ հիմնադրամներ, ովքեր գործում են մեր երկրում, մենք կարևորագույն պայման չենք դնում ազգությունը, այսինքն չենք բացառում հայ լինելու փաստը, բայց նաեւ կարող է օտարերկրացիներ լինել։ Կարող են օտարերկրացիներ լինեն եւ այս պայդրությամբ ես կարող եմ ասեմ, որ 4 մասնագետներ արդեն տեղափոխվել են Հայաստան, մեկը հիմա բանակցային փուլում է եւ մենք ուզում ենք այդ թիվը մեծացնել եւ պատահական չէ մեր անվանումը Կերոն, ինչպես նշեցիք, երբ որ հակառակ եք կարդում, դա մեզ համար էր անակնկալ։ Նորեկ, շատ անակնկալ էր մեզ համար։ Այսինքն դուք չգիտեիք, չեք ֆիքսել, հա։ Ոչ, պատահականության սկզբունքով իմ ընկերներից մեկը չի լինում եւ մենք ուղղակի ցնցված եւ ապշած էինք, որ հենց մեր հիմնական առաքելության
իմաստն է հակառակ ընթերցելից։ Կերոն նշանակում է լույս ջա, իսկ հակառակ ընթերցելից նորեկ։ Եվ մենք վստահ ենք, որ նոր մարդկանց ներգրավելով մեր երկրի նշածս ոլորտներում իրենք այդ ոլորտները կզարգանան եւ այդ մարդիկ կունենան իրենց ներդրումը մեր երկրի զարգացման։ Բարի գալուստ ասենք, որոնք թեև հայեր չեն, բայց որոշել են գալու այստեղ աշխատել։ Հայեր են թե հայեր չեն, ամբողջությամբ 4 ասացիք չէ։ Այո, 4-ից մեկը հայ է, ասում եմ, պատահականության սկզբունքով մենք նայում ենք մասնագիտական որակներին եւ մարդու կարիքը մեր երկրի զարգացման գործում։ Հայ կլինի թե ոչ, դա արդեն երկրորդային ոնց որ պայման է։ Հեշտ եք կարողանում բանակցել եւ բերել Հայաստան։ Այս շատ կարևոր բան է, ի վերջո մենք տարբեր երկրներում գնում ենք եւ երբ ասում ենք Հայաստան, հատվածներ կան, որ չգիտեն Հայաստան, մենք փոքր երկիր ենք եւ լավագույն մասնագետներին ոնց եք կարողանում այսպես բերել Հայաստան։ Սա բավական բարդ գործընթաց է։ Ես խնդրեմ, այս դեպքում դեռևս մշակված մոդելով, որովհետև ծրագիրը վերջնականացման փուլում է, որով կհասկանանք այդ բանակցելու process-ը, ընդհանուր մեթոդաբանությունը եւ այլն, այդ 4 մասնագետը, որ նշեցինք, բերվել են սիմֆոնիկ նվագախմբի որպես աշխատակիցներ, եւ այս դեպքում բանակցային գործընթացը վարվել է սիմֆոնիկի եւ մեր մասնակցությամբ, բայց քանի որ երաժշտական ուղղվածությունն է, երաժշտական մասնագետներ են եւ այնտեղ մասնագիտական ահռելի գիտելիքներ են պետք, բանակցային գործընթացը մի քիչ այլ է, այո, եւ 4 երաժիշտները, այսինքն 1 երաժշտական մասնագետը եւ 4 երաժիշտները իրենց նվագախմբի միջոցով են ներգրավել Հայաստան։ Հրաշալի է դա իսկապես եւ այս 1 տարվա ընթացքում թեև 1 տարին կառույցի համար այդքան էլ չէ, մեծ գործունեության շրջան չէ, բայց մենք Կերոնի ներկայությունը տարբեր հետաքրքիր միջոցառումներում ներգրաված տեսել ենք, օրինակ Անահիտի ցուցադրությունը, չէ, բրոնզադել գլուխը երբերբեց Հայաստան, այո, սա ըստ իմ գնահատականի այս 1 տարվա ձեր երևի թե ամենամեծ նախագծերից մեկն է, չէ, հնարավորություն ունեք հիմա թվարկել այն բոլոր կարևորները, որոնք արել եք այս տարվա ընթացքում։ Ես երևի խոսեմ Անահիտից եւ հետո Վիկտորյան մյուս ծրագրերից խոսի։ Այո, դեռ հիմնադրամը կարծես անգամ ստեղծված չէր, անցած տարի մարտից էլ առաջ էր եւ երբ մենք արդեն մեր բրենդավորումն էինք, հիմնադրամն էինք գրանցում եւ Անահիտի հետ կապված պետության հետ եւ պատմության թանգարանի հետ գնում էին բանակցություններ եւ մենք այո հպարտությամբ կարող ենք նշել, որ առաջի անգամ Հայաստանում այս պատմական ցուցադրության եւ նույնպես մեծ հպարտություն է, որ Հայաստանի անկախ պատմության մեջ սա ամենաայցելված ցուցադրությունն է, դեռ արխիվում 15 օր էլ ունենք, ես գնացել եք, չէ՞։ Այո, երկարաձգվեց ցուցադրությունը եւ մինչեւ ապրիլի 10-ը հնարավորություն կա գնալու տեսնելու եւ անգամ ասեմ 3 իմացա 3 հյուր ունեինք պատմության թանգարանը էինք տարել եւ իմացանք, որ ապրիլի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է սովորաբար թանգարանների համար, երկուշաբթի օրը բաց է լինելու թանգարանը, այնպես որ հատուկ, այո, կանանց նվիրված եւ վերջին հնարավորությունները Անահիտին տեսնել եւ մեծ ուրախությամբ կարող եմ նշեմ, որ իսկապես 3 այնտեղ էինք եւ մեր հյուրը անգամ դժվարությամբ են կարողանում սրահ մտնել, այնքան այցելուներ կային։ Կարծես պատմության թանգարանի տնօրենը պարոն Պողոսյանը նշեց, որ Մոնալիզայի էֆեկտն է, չես կարող մոտենալ։ Այստեղ էլ Անահիտին դժվարությամբ մոտեցանք։ Ինչ պակաս Մոնալիզա է։ Այո։ Մեր Անահիտը որ կար ուր էր Մոնալիզա։ Ես իզուր չէր, որ ասում էի, երբեք պետք չէ թերագնահատել եւ գերագնահատել մեր ունեցածը, մեզ, հա, այս շատ կարեւոր բան է եւ փաստորեն նմանատիպ նախագծերի միջոցով ձեզ հաջողվում է դա իրականացնել։ Կրեատիվ բառը այստեղ մենք անպայման նշեցինք եւ կարող ենք ասել, որ օրինակ Անահիտի խոշոր ցուցադրությունը եւ տարատեսակ հետաքրքիր միջոցառումները, ես գիտեմ, որ մի քանի հետաքրքիր շատ կարևոր միջոցառումներ էլ եք արել, այդ նորարարության միջոցով նաեւ փորձում եք ավելի մոտ բերել երիտասարդությանը, հա, հետաքրքրությունը իրենց պատկերացումներին մոտ եք բերում այդ ամեն ինչը, որ ուզում ենք իրենք իմանան։ Օրինակ գիտեմ, որ մետրոյում հրաշալի փայլուն համերգ կա, դրա մասին էլ կուզեի խոսենք, որովհետև դա այսպես հետաքրքիր իրարանցում էր եւ իսկապես նորարար մոտեցմամբ։ Հա, երաժշտական մետրո նախագիծը այդ ձեր նշած հերթական կրեատիվ նախագծերից էր եւ ոչ միայն, ինքը շարունակական նախագիծ է, որովհետեւ ամեն 5 շաբթի ժամը 18:30-ին երիտասարդական մետրո կայարանում իրականացվում են համերգներ։ Ես երեք գնացել էի դե։ Պաստորեն համերգն արժի 150 դրամ։ Կարելի այդպես ասել։ Ստացվում է քեզ գործում։ Այո, ստացվում է այդպես։ Դա հաճելի բոնուս է 150 դրամին։
Այդտեղ մենք որոշեցինք այդ հանրային վայրը, որը ոչ մեկի համար երևի տենց անսովոր է, չէ, մետրոյում համերգ, նաև բեմահարթակ տրամադրելով եւ փորձառու եւ ոչ միայն փորձառու երիտասարդ երաժիշտներին ելույթ ունենալ մետրոյում ուղևորների համար, նաև մարդկանց ուղևորներին պարգևել դրական էմոցիաներ։ Այդ մեկ ժամը իսկապես շատ դրական էմոցիաներով է լցվում մետրոն, ինչը շատ հաճելի է։ Հատուկ եք ընտրել 18:30, որ մարդիկ աշխատանքից հետո հայտնվեն հեքիաթում։ Այո, այդ ժամին շատ ակտիվ է մետրոն եւ հենց ուղևորների համար ստացվեց մի փոքր առօրյա օրը դարձնել փոքրիկ տոն ամեն 5 շաբթի փորձում ենք դա։ Ամեն 5 շաբթի տարբեր արտիստներ են ելույթ ունեցել, իհարկե տպավորիչ էր բացումը, չէ, ամանորին մոտ էր, սիմֆոնիկ նվագախմբի համերգներ, բայց առավել հետաքրքիր էր նաև այն ժամանակ, երբ Արամեն Պետրին հայտնվեց, այսպես ցնցոտիավոր, տեսել եմ վիդեո տարբերակներ իհարկե տեսել։ Իսկապես վիրուսային կերպով տարածվեց այդ տեսանյութը։ Հա, դա փոքրիկ անակնկալ էր, որը մենք Արամեն Պետրին սիրով համաձայնեց, մենք էլ շատ ուրախ ենք, որ նման սիրված եւ հայտնի երաժիշտը համաձայնեց մեր այդ մի փոքր խենթ հանրային ակցիային մուրացկանի շորերով այսպես մոտեցավ մարդիկ, որ մի մասը ճանաչել էին, մեծ մասը չէին ճանաչել։ Դե հա։ Լավ կերպարանափոխել էիք, ինչ խոսք ստացվել էր դա։ Ես այստեղ եթե թույլ տակ կնշեմ, որ այս գաղափարը, այս միջոցառման միտքը դեռ մեզ մոտ շարունակական է, ոչ միայն մետրոյում է ամեն 5 շաբթի տեղ ունենում, այլ մենք ի սկզբանե մեր հիմնադրման օրվանից մայիսի 18-ին արեցինք դա Կասկադին կից տարածքում եւ ամեն ուրբաթ երեկո Կասկադում 4 ամիս շարունակ տեղի ունենում բացօթյա համերգներ։ Հիմա էլի լինելու է, սա։ Նայեք, տեղից սկսեց գաղափարը։ Ամեն ուրբաթ երեկո այդ համերգները տեղի ունենում եւ երբ սեպտեմբերի 21-ին վերջի համերգը տեղի ունեցավ եւ թիմով մտածում ենք շատ սիրվեց հանրության կողմից, որտեղ կարելի է էլի հանրային բաց անվճար համերգ անել, բայց որ չմրսեն մարդիկ։ Եւ այդտեղից առաջացավ մետրոպոլիտենի գաղափարը եւ ուրախ ենք, որ մետրոյի ղեկավարությունը նույնպես մեր խենթ առաջարկին ընդառաջ գնաց, որտեղ գիտեք ինչպես նշեցիք, շատ են այո, ինչպես նշեցիք, մենք կարող ենք տարբեր մտքեր ունենանք, բայց մտքերը պետք է նաեւ ճիշտ գործընկերների հետ եւ կարողանաս նաեւ մարդկանց բացատրել, համոզել եւ ասել, որ դրանք լավ գաղափարներ են, չնայած մենք չենք հնարել այս բնականաբար այս միտքը ամբողջ աշխարհում մետրոյում լինում են նման բաներ, բայց Հայաստանում սա նոր խոսք է եւ նոր ֆորմատ, ուրախ ենք, որ սա եղավ։ Եթե թույլ տաք նաեւ ես Անահիտին վերադառնալով մոռացա նշել այստեղ, որը շատ կարեւոր է հիմնադրամի համար։ Անահիտի շրջանակներում մենք մի շարք նույնպես միջոցառումներ էինք իրականացում, պարզապես բացելը չէր այս ցուցադրությունը, մեզ համար այո, ինչպես նշեցիք, շատ կարեւոր էր, որ երիտասարդները հատկապես, բայց բոլորը սկսեն ավելի շատ այցելել թանգարաններ, ավելի ժամանցի վայր դիտարկեն թանգարանը։ Դա շատ կարևոր է, ցավոք մեր հասարակությունը թանգարան գնալ այդպես որպես ժամանցի վայրը չի դիտարկում։ Եվ այս թվերը զգուշում են նրա մասին, որ մենք հաջողեցինք, բայց եկեք ասենք, որ նմանատիպ նախագծերը տանում են թանգարան եւ դա կդառնա, այսպես ասած, գեղեցիկ սովորություն։ Մենք նաեւ ֆիքսենք, որ թանգարանային գիշերների շնորհիվ էլ մարդիկ սկսում են գնալ ու ոնց ասում էին թատրոնը, ռադիոն չի ապրելու, այդպես էլ թանգարանը դրանք նույն արժեքներ են ու ես մեծ ընտանիքներով գնում են, դա շատ կարևոր է եւ այստեղ մի բան էլ նշեմ, որ այդ մի շարք միջոցառումների շրջանակներում մենք նաեւ համագործակցեցինք համաշխարհային արդեն ճանաչող ունեցող բրենդի հետ ու ստեղծեցինք շապիկ, Անահիտ շապիկը, որը չգիտեմ իրավունք ունեմ բրենդի անշետեւը չէ, դրա համար շապիկը կա, կարևորը շապիկից կա, ձեր էջում կարող եք տեսնել եւ շապիկը բավական թանկարժեք է եւ այստեղ կարող եմ ուրախությամբ նշեմ, որ մեր գործընկերները բանակցության շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան եւ շնորհակալություն եմ նրանց հայտնում, որ շապիկի վաճառքից 25%-ը ուղղվելու է մեկ այլ կերոնի կողմից իրականացվող ծրագրի եւ նաեւ մեր պետության համար շատ կարեւոր, մեր քաղաքի համար առնվազն կարեւոր նախագծի Աբովյան 3 հասցեում գտնվող հանրության կողմից ավելի ճանաչում ունեցող ԱՕՔՍ-ի շենքի վերականգնման նախագծին։ Մեզ համար այս շենքի վարձակալությունը պետությունից 10 տարով մենք եւ մեր գործընկերները երկու եւս գործընկերոջ հետ մենք այդ մեր պատմական, ինչպես մենք ենք նշում, Երևանի սիրուն շենք։ Երևանի սիրուն Instagram-ային շենք։ Այո, վերջապես կրկին շուտով հուսով ենք 1 տարի ընթացքում կբացվեն եւ կվառվեն լույսերը մեր
գեղեցիկ շենքի եւ հանրությունը եւս նայություն կունենա մուտք գործել այդ շենք եւ նորից վայելել Երևանի Եվ տեսնել ինչ է թաքնված, չէ՞, միշտ մեկ շենքը դրսից ենք տեսել, ինչ կա պատերի այն կողմում, շատ-շատերին է հետաքրքիր։ Մենք խոսեցինք այն նախագծերից, որոնք այսպես շատ հայտնի են, մարդիկ տեսել են Վիկտորիա, բայց վստահ եմ կան նախագծեր, որոնք խմորման փուլում են կամ անցկացվել են, բայց այսպես մեծ հանրահռչակման արշավներ չեք արել։ Խնդրեի խոսենք նաև այլ միջոցառումներից, ծրագրերից։ Երևի սկսեմ Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերափոխումից, վերանորոգում չի դա, վերափոխումը, բժշկական համալսարանը ունենալու է գերհագեցած նորարարական ցենց երիտասարդների ուսանողների եւ ոչ միայն դասախոսների համար ստեղծված միջավայր, հարթակ, որտեղ կարողանալու են երկար ժամանակ անցկացնել, սիրով սովորել, որովհետեւ լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխան, հարմարավետ է լինելու, բնականաբար սենց շատ մեծ տարածքներով սովորելու համար, շփվելու համար այդ միջավայրը ստեղծվելու է, ինչը շատ կարևոր է ուսանողների դեպքում։ Ճարտարապետները ընտրվել են Նիդերլանդներից, հենց գրադարանային ճարտարապետներ են, որոնք կառուցել են մի շարք շատ հայտնի Հագայի համալսարանի գրադարանը, Ռոտերդամի գրադարանը են հաշվարկելու կարևոր։ Այո, ամեն ինչը հաշվի առնված եւ իսկապես ունենալու ենք նմանը չունեցող շատ լավ գեղեցիկ գրադարան։ Հրաշալի է, որովհետև շատ կարևոր է բժիշկների համապատասխան կրթվածությունը, մեր առողջությունը ձեր ձեռքերում է եւ ահա նաեւ դրա մասին եք մտածում, այլ ոլորտի հետ կապված։ Այլ ոլորտի Էլինա Ավանեսյանի մասին կուզեմ խոսել, ինքը այսպես մեր բոլորի հայոց աշխարհի հպարտությունն է, տենիսիստուհին, որը անցած տարի Կերոնի շնորհիվ նաև ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ այլևս ներկայացնում է Հայաստանը միջազգային տենիսի ասպարեզում։ Այստեղ ծափեր են պետք, մի վարքյան։ Այո, խնդրեմ շարունակեք։ Իսկապես։ Հիմա արդեն 36-րդ հորիզոնականում է WTA միջազգային այդ համաշխարհային ռեյտինգում, ինչը էլի մեզ համար բացառիկ այո արդյունք է Հայաստանի անկախ պատմության մեջ կին անհատական տենիսիստուի չենք ունեցել։ Այդպես Էլինան ըստ մեր պայմանավորվածության տարեկան 2 անգամ այց է ունենում, անցած տարի այցի շրջանակում Հայաստան երեխաները շատ մեծ ոգևորությամբ մաստեր-կլաս անցկացրեց, շատ մեծ ոգևորությամբ երեխաները մասնակցեցին, շատ լավ ընդունեցին իրեն, ինքն էլ շատ հաճելիորեն զարմացած եւ հիացած էր, այդպես Ինձ մի հարցել է հետաքրքիր, շատ կարևոր բաներ եք անում եւ այսպես շատ խորությամբ եք դիտարկում ցանկացած ուղղություն ու փորձում եք մնայուն կարևոր ձեր այսպես լուման դնել։ Ինձ հետաքրքիր է նաեւ դիտարկում եք արդյոք մարզերում ակտիվություն առաջացնել, որովհետեւ մենք գիտենք, որ որքան էլ Երևանը ակտիվ է, այդուհանդերձ մայրաքաղաքն է, բայց մարզերում բավականին լուրջ խնդիրներ ունենք եւ բայց ունենք հրաշալի պոտենցիալ, երբ նայում ես մարզերի երիտասարդներին, հիանում ես ուղղակի իրենց մոտիվացիայով, իրենց նպատակասլացությամբ, խելքով եւ ամեն ինչով։ Այդ ուղղությամբ շատ կարևոր ծրագիր հիմա ունենք, Վիկտորիան խոսել։ Խնդրեմ Վիկտորիա։ Կրթական ծրագիր է, դեռևս տենց ամբողջ փակագծերը չեմ կարող բացել, բայց ինքը կրթական ծրագիր է, ներառելու է լայն երեխաների քանակ, այսինքն շատ են լինելու, հա։ Շատ են լինելու շահառուները, այսինքն երեխաները կրթության ուղղված ծրագիր է, մարզում է լինելու, այդպիսով նպաստելով եւ երեխաներին հնարավորություն տալով օգտվելու են ամեն ինչ, ինչ օրինակ Երևանի երեխաներն են կարողանում ունենալ այստեղ եւ նաեւ բնականաբար կրթության զարգացմանը նպաստելով։ Դա միանշանակ չափազանց կարեւոր է։ Մենք գովազդուն ենք, չէ՞, եթերում։ Հա, ունենք, բայց չեն ուշում, ասում են կարող եք մի քիչ էլ հանգիստ լինել։ Ես փորձել էի բանակցել, որ մի քիչ ուշ տայինք, Սևակ ջան։ Բայց արդեն ինչ, դուրս խնդրեմ գովազդ մեր եթերում։
Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինձ սիրելի ռադիո լսողներ, շարունակում է Սուրճ ու սեր առավոտից ծրագիրը, մենք ձեզ եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, խոսում ենք հրաշալի նախագծերի մասին եւ այ տեսնում ես փաստորեն այսպես նվիրված մարդկանց նվիրյալների շնորհիվ մեծ բավականություն ենք ստանում եւ վայելում ենք այսպես ասած արդյունքը, բայց ինչեր են արել, որ հասնեն այդ արդյունքին։ Եթե նոր եք մեզ միացել, հիշեցնենք խոսում ենք Կերոն հիմնադրամի մասին, մեր տաղավարում հիմնադրամի ներկայացուցիչներն են եւ գովազդի ընթացքում էլ խոսեցինք, բարձվեց որ կողմ նայում ենք, Կերոնը այս մեկ տարվա ընթացքում մի լավ բան արել է։ Կերոնը, այ ուզում եմ խոսել քաղաքային մշակույթի մասին, որովհետև մենք միշտ ասում ենք, զբոսաշրջիկները շատ են սիրում Հայաստանը, այսպես գալիս են, խոսում են ջերմ եւ տարատեսակ վիդեոներ են աչքովս ընկնում, զբոսաշրջիկներն են շրջում մեր քաղաքով զարմացած, ասում են տեսեք այստեղ ինչ գեղեցիկ է, այնտեղ ինչ գեղեցիկ է, բայց գիտենք որ ձեր մատնել է խառը շատ բարագաներում մեր քաղաքային այսպես մշակույթի մեջ։ Բացեք գաղտնիքները։ Այդ հարցին շատ սազում է հետևյալ ծրագիրը, որ մենք էլի իրականացնում ենք գործընկերների հետ համատեղ, դա Սարյանի Ասճանների բարեկարգման, բարեփոխման նախագիծն է, որով 1620 սալի կապատ Հայաստան բնապատկերն է Սարյանի եւ նաեւ այդ կողքի ամբողջ բարեկարգումը, կանաչապատումը, մայթի լայնացումը, այսինքն որպեսզի ավելի հարմար դառնա, որ լուսավորումը, այո, որ լուսանկարվելու նոր այո, երիտասարդների հավաքագրման վայր արդեն իսկ հանդիսանում, դեռ չի ավարտվել պրոյեկտը, բայց շուտով կավարտվի, արդեն վերջնական փուլ ենք մտել, բայց արդեն իսկ հանդիսանում է երիտասարդների հավաքատեղի, այնտեղ տարբեր վիդեոներ են նկարում, ժամանց են Սարյանի աստիճանների մոտ։ Այո, մենք կատակով ասում ենք Spanish steps, Syrian steps, այդպես հուսով ենք այդպես այդպիսի տեղ կվերածվի եւ երիտասարդների արդեն վերածվել է, ուշացաք։ Ստացվել է արդեն ձեզ մոտ դեռ ծրագիր չավարտված, արդեն ստացվել է։ Էլի կան այդպիսի գողտրիկ սիրուն վայրեր։ Փոքրիկ մասշտաբի, բայց իմ կարծիքով սենց շատ ավելի մեծ բան հաղորդող, հա, էլի այդ միջավայրին նպաստող։ Օրինակ մեր գրասենյակը հենց գտնվում է Պուշկին փողոցի էլի պատմամշակութային շենքում ու ամեն 5 շաբթի այնտեղից գեղեցիկ պատրկամբից փոքրիկ կարճ երաժշտական ելույթ է ունենում։ Սենց երևանյան գեղեցիկ երգերով, մեկնարկը 3 սաքսոֆոներ, չէ՞, կարծես։ Այո։ Պուշկին, Սարյան, հաճախ ենք հանդիպում նման բաների։ Իհարկե ես հանդիպել եմ ուղակի բնակչի, որը որոշել էր մեզ համար համերգ կազմակերպել, բայց դա էլ էր հետաքրքիր։ Կասկադում էլ կար, մեկն էլ կար Սարյանի վրա, փաստորեն Պուշկինում ունենք պրոֆեսիոնալ տարբերակը, փաստորեն։ Դե էլի պրոֆեսիոնալ երիտասարդ սկսնակ երաժիշտ է, որը տենց սիրով համաձայնեց մեզ մոտ այդպիսի տոն ու 3 առաջիններ ու շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ սա Երևանի մասն է, սա մեր քաղաքային մշակույթն է։ Երևանը այսպես պիտի եւ մեր կողմից եւ մեր հյուրերի կողմից սիրվի ու ընկալվի։ Դա է իսկական Երևանը, դա Երևանի շունչը։ Կարևոր մանրուքներ, որոնք շատ այսպես տպավորիչ են լինում, հատկապես զբոսաշրջիկների համար, որովհետեւ բազմաթիվ գրառումներ ենք տեսնում, իրենք շատ բաների վրա են զարմանում, որ մեզ համար ուղղակի սովորական է, հա։ Այդ ջերմությունը, վստահությունը միմյանց նկատմամբ, հա, շատերն են խոսում, որ Երևանում գողություն չի լինում, ընդհանրապես փորձարկումներ են անում վիդեո տարբերակներով, այդ ձեր սիրուն նախագծերն են ներառում, Սարյանի աստիճաններն են ցույց տալիս ու ասում, թե որքան գեղեցիկ է։ Շնորհակալ ենք ձեզ, որովհետև որքան էլ դուք մտածել եք կոնկրետ մեր մասին, քաղաքացիներից մասին, ինքնաբերաբար ստացվել է շղթայական ռեակցիայով տարբեր, այսպես ճյուղավորումներ է ստացել եւ փաստորեն զբոսաշրջությանն էլ է նպաստում ու շատ վստահ եմ այլ կողմերին եւս։ Եվ ամփոփելով զրույցը, ինչ սպասենք արդեն այս տարի, 1 տարին ամփոփեցինք, ինչի վրա եք զարմացնելու։ Այո, մի շարք նախագծեր ունենք, որոնք հիմա կոնցեպտի զարգացման, մշակման փուլում են, բայց ասեմ, որ սպասեք Երևան քաղաքում եւս մի շարք միջավայրային փոփոխությունների, որոնք ուղղված են հատուկ խումբ մարդկանց, ավելի կնշեմ երեխաներին, որովհետև շատ կարևոր է այն փաստը, որ ինչպես նշեցիք, մենք ունենք որպես ազգ որոշ պիտակներ ունենք, հյուրասեր, հյուրընկալ, երեխայասեր, եւ ես կարծում եմ այդտեղ մի փոքր բաց ունենք երեխայասեր, բայց հանրային տարածքները պակասում են երեխաների համար եւ փակագծերը չբացելով ասեմ, որ էլի գործընկերների հետ համագործակցությամբ մենք շուտով կունենանք մի քանի հանրային տարածք, որոնք հենց երեխաների համար են նախատեսված։
մի շարք նախագծեր եւս ունենք արխիվում ուղղակի ամփոփելով նաեւ ես կուզեի ասել մեր քանի որ խոսեցինք հյուրընկալության եւ հյուրընկալ ազգ լինելու հետ կապված եւ նաեւ Պուշկին 38 հասցեմ գտնվող մեր գրասենյակի մասին մեր գրասենյակը եւս շատ պատմական կարեւոր վայր է աֆրիկյանների պատմական տունն է եւ այն անգամ ավելի հին շենք է քան AOX-ի շենքը 1902 թվականի շենք է եւ մենք այն նոր շունչ ենք տվել շենքին, քանի որ այն շատ տխուր վատ վիճակում էր գտնվում, իսկ շենքը ունի երկու առանձնահատկություն, որը շատ քիչ է հանդիպում Երևանում, այնտեղ կան չքնաղ առաստաղներին պատկերներ եւ չքնաղ բուխարիներ։ Շենքը ունի չքնաղ բուխարիներ, դա ուղղակի հրաշք է եւ երբ մենք ստացանք մեր հրաշք գրասենյակը հասկացանք, որ այն փակ պահել միայն մեզ համար եւ մեր հյուրերի համար սխալ է եւ մենք կարող եք հետեւել, մենք ունենում ենք բաց տուրեր մեր գրասենյակում, կարող եք գրանցվել եւ գալ տեսնելու աֆրիկյանների պատմական տունը։ Սևակ ջան, մեր ոնց որ միասին գնալու այցելելու վայրերը շատանում են։ Մենք դες սիրով կհրավիրենք այցելության, այո։ Մենք սպասում ենք հրավեր։ Անպայման դուք արդեն հրավեր ունեք, շնորհակալ եմ։ Լինա Ստեփանյանը on-line հարթակում գրում է. Երևանում մի հատ էլ սիրուն շենք կա, որ սպասում է ծառայելու երևանցիներին Ամիրյան փողոցում։ Չգիտեմ, խնդրեմ։ Եղեշե Չարենցի դպրոցի դիմացի հատվածում գտնվող հայտնի շենք։ Հրաշք հայտնի շենքն է, բայց ցավոք մենք այդ շենքի դեռ կապ չունենք եւ որևէ իրավասություն չունենք։ Այստեղ ակնարկ են անում, էլի երևի։ Տեսեք ինչ է կա։ Այո, բայց հուսանք բոլորս, որ այդ շենքը նույնպես կվերականգնվի ու նորից դռները կբացվեն տարիներ շարունակ այն հատկապես մեր մայրաքաղաքում, երբ տարիներ առաջ շատ հին շինություններ ոչնչացվեցին, հիմա այն հատուկենտ, որ մնացել է, պետք է աչքի լույսի պես պահենք։ Եվ ի վերջո չմոռանանք, որ տարբեր երկրներում դիտարկում ենք, որ հին շենքերը մնացել են, զարմանում ենք, ի վերջո ներսից ամբողջովին հիմնանորոգում են, բայց դրսի պատերը թողնում են այնպես ինչպես կային։ Եվ երբ գնում ես քաղաք, որտեղ ամեն ինչը մնացել է նույնը, հիանում ես ուղղակի ու հասկանում ես, թե որքան են իրենք կարևոր համարում իրենց պատմությունը, իրենց ստեղծած այ, որ կարողանանք մենք էլ պահել։ Դա հրաշալի կլինի, հրաշալի եւ անհավատալի, որ Երևանում կան այնպեսի շենքեր, այնպես որ ձեզ կհրավիրենք, տեսնեք եւ ինքներդ կհամոզվեք, որ արդյունք։ Սիրով ձեզ հաջողություններ, անսպառ եռանդ, նոր այսպես նորանոր լավ մտքեր, գաղափարներ, որոնք ծառայում են ոչ միայն ձեզ, այլև բոլորիս։ Նոր ոգեշնչման աղբյուրներ, որովհետեւ այդ ոգեշնչման աղբյուրները պիտի լինեն, որ դուք այս դժվարին գործը շարունակեք վերջ։ Հրաշալի է։ Մենք հիշեցնենք այսօր խոսում ենք Կերոն հիմնադրամի գործունեության մասին, քանի որ երեք այս հիմնադրամը տոնեց իր 1-ամյակը եւ մեր տաղավարում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը եւ ծրագրերի տնօրեն Վիկտորիա Պապիկյանը։ Շնորհակալ ենք ձեզ։ Դե ինչ, շարունակում ենք մեր ծրագիրը, սիրուն, այսպես նախագծերից խոսեցինք, որոնք հիմնականում տեղի են ունեցել Երևանում եւ կարող ենք այսպես մեկ բառակապակցությամբ ասել, Made in Yerevan։ Made in Yerevan, այո, մնացեք հանրայինի հետ։
անսահման, նվիրված անսահման, անմա աշեկներին երևանյան։ Made in Yerevan, made in Yerevan. Made in Yerevan, made in Yerevan. Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, պլյուս նաև մշակույթ, լավ երաժշտություն, թարմ տեղեկություններ, այնպես որ մենք շարունակում ենք, մեր եթերաժամին մոտ 15 րոպե է մնացել, բայց դեռ մենք ասելու եւ ձեզ հետ կիսվելու շատ ու շատ բաներ ունենք։ Այո, դեռ ասելու շատ բաներ կան, իդեպ ուզում եմ ընթերցել եւս մեկ գրառում, Լինա Ստեփանյանը գրել է, ով խոսում էր նաև Ամիրյան փողոցի շինության մասին, ասում է ապրես Սևակ ջան, որ տեղյակ է օրերթած վարժարանն է եղել, հարգելի Նինա, ձեզ տեղեկացնեմ, որ Սևակը դա էլ գիտեր, ուղղակի եթերում անունը պահին մոռացավ, եթերը այդպիսի բան է, այնպես որ այո, ապրես Սևակ ջան, հրաշք ես ուղղակի դու։ Շնորհակալ եմ։ Եվ մենք խոսում ենք մրցանակներից, չէ՞, մրցանակաբաշխություններից, մրցույթներից, ինչու ոչ, Գարնան այս հատվածում սովորաբար Եվրոպան եւ առավելապես Հայաստանը սրտատրոփ սպասում է մեկ այսպես երկի մրցույթի, որը հաճախ ասում ենք, որ Հայաստանում մենք չէ, այսպես ավելի լրջություն ենք հաղորդում այս մրցույթին։ Ծանր ենք շատ տանում, մինչդեռ շատ երկրներ ուղարկում են իրենց արտիստներին, արտիստները վայելում են իրենց վրա չունեն, չէ, այդ մեծ բեռը, որ պարտադիր հաղթել, բայց իհարկե արտիստները ունեն կարևոր պատասխանատվություն լավ ներկայացնել իրենց երկիրը, խոսքը Եվրատեսիլ երկի մրցույթի մասին է։ Այո, մենք ուղղակի ամեն ինչին ենք այդպես մոտենում, ամենտեղ ուզում ենք, որ մենք պարտադիր հաղթենք եւ ինչ որ շատ ծանր ենք տանում եւ այլն, իհարկե հաճելի է հաղթանակը բնականաբար, բայց ես կարծում եմ, որ առավել հաճելի է լավ ելույթ ունենալը եւ որպես կանոն մենք գիտենք, որ նմանատիպ մեծ մրցույթներում հետագայում այն արտիստները, որոնք օրինակ զբաղեցրել են երկրորդ կամ երրորդ հորիզոնականը, հաճախ ավելի մեծ արդյունքի են հասնում, քան առաջին հորիզոնը, եթե չեմ սխալվում 18-րդն էր, բայց նա դարձավ համաշխարհային հիթի կատարող եւ միջազգային երաժշտական ասպարեզ մտավ, այնպես որ այստեղ իսկապես կարևորը լավ ելույթն է եւ հետք թողնելը։ Հետք թողնելը եւ քո մասին բարձրաձայնելը եւ մենք գիտենք, որ բազմաթիվ արտիստների համար սա ուղղակի լավ հարթակ է ներկայանալու, հա, եւ սիրելի դառնալու, արդեն արտիստից է կախված Այո, մնացյալը։ իհարկե հաղթանակը միայն հաճելի է, բայց պետք չի այսպես արտիստին չէ ի սկզբանե ճնշել ու ասել դու գնալու ես հաղթելու եւ վերջ։ Դա Միքայելոց շատ բարթացնում է իրավիճակը։ Այո, ոչ միայն դա Եվրատեսիլի դեպքում չէ, հաճախ մենք մեր երեխաների հետ ենք այդպես վարվում տարատեսակ մրցույթներում, քննություններում։ Երեխաների մոտ բարդություններ են իհայտ գալիս, հավելյալ ավելի լարվածություն է լինում, նաեւ մեր սպորտսմեններին ուղղակի եկեք փորձենք աջակցել նրանց, ոգևորել ու ոգեշնչել, բայց չպարտադրել, որ պիտի հաղթած գաս։ Հավատացեք, որ իրենք հստակ ուզում են, որ հաղթեն, ու իրենց համար առաջնայինը դա է, բայց ինչպես մեր շատ ելի խուճուճ Արսեն Գրիգորյանը դեպի Եվրատեսիլի ժամանակ ասաց, երբ դեռ արդյունքները նոր պիտի հրապարակեին, թե ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու, նա ասաց ով էլ որ հաղթի, եկեք պայմանավորվենք, որ բոլորս այս մասնակիցները եւս միասին համախմբված քաջալերելու ենք եւ իհարկե ողջևորելու ենք մեր ներկայացուցչին։ Եվ ինչու ենք այսօր անդրադարձել կրկին այս թեմային, դեռ մինչև մայիս բնականաբար շատ ու շատ անգամներ ենք խոսելու Եվրատեսիլից ու մեր պատվիրակից, որովհետեւ երեք արդեն հայտնի դարձավ ելույթների հերթականությունը եւ Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող պարգը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակում 5-րդ համարի
տարի ներքո։ Այս թիվը մտապահենք, չէ՞, առաջիկայում շատ ու շատ անգամներ դեռ հիշեցնելու ենք։ Իսկ մրցույթը հիշեցնենք, որ տեղի կունենա մայիսի 13-ին առաջին կիսաեզրափակիչը, մայիսի 15-ին երկրորդը, որի ժամանակ պարգն է ելույթ ունենալու, եւ տա Աստված անցնի եզրափակիչն էլ մայիսի 17-ին է։ Իզուր չեն ասում, չէ՞, օ, տեսեք, մայիսի 15, 5-րդ համարի ներքո։ Ուղղակի հեշտ մտապահել կարող է։ Սիմվոլիզմ գտնել, իհարկե թիվը մտապահել պետք է հատկապես մեր սփյուռքի հայրենակիցների համար, որոնք հնարավորություն ունեն քվեարկելու։ Մենք ձեր աջակցության կարիքն ունենք, որպեսզի հնարավորություն ունենա պարգը լավագույն բալեր հավաքել, բայց մեզ համար առաջնային է, որպեսզի պարգը կարողանա հրաշալի ելույթ ունենալ։ Մենք վստահ ենք, որ շատ լավ ելույթ է ունենալու, որովհետև արդեն տեսել ենք եւ հասկացել ենք, որ նախորդ տարիների այս տարի ընտրվեց բոլորիս քվեներով, բոլորիս աչքի առաջ եւ իսկապես ամենակարևորը արդար ընտրվեց։ Օրինակ, ինչ մեղքս թաքցնեմ, ես այլ ֆավորիտ ունեի, ինձ համար ֆավորիտների ցանկում պարգը երկրորդ հորիզոնականում էր, բայց եւ շատ կարևոր է նաեւ մի բան էլ հաշվի առնել, որ երբ մենք ունենք այդ ընտրության հնարավորությունը, ոչ թե նայենք թե ով է մեզ դուր գալիս, այլ դիտարկենք կոնկրետ արտիստին, կոնկրետ այդ մրցույթի բեմում, հա, կանոններին համապատասխան, շոու ծրագրով եւ այլն, այսինքն նայենք թե ով կկարողանա առավել տպավորիչ լինել եվրատեսիլի ստանդարտներում։ Այս շատ կարևոր է։ Բնականաբար եւ վերադառնալով այս մրցույթին, իսկապես այդ օրը հասկացանք ժողովրդի, չէ, այսպես քվեն ինչքան կարևոր էր, որովհետեւ երկու խումբ ժյուրիներով հաղթում էր այլ մասնակից, բայց ժողովրդի ձայնը եկավ եւ փոխեց ամեն ինչ, այնպես որ այս երգը բնականաբար վստահենք շատերդ լսում եք, այս ընթացքում շատ է հեռարձակվում, մենք էլ փորձում ենք բարբերաբար այն հնչեցնել մեր եթերում, մինչեւ մայիսը գա։ Այո, դե ինչ լսենք։ Park Survivor, մեր այս տարվա պատվիրակը իր երգով։ I got my bad shades on, drop like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they've told. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, it's tearing me apart, I'm alive. Try to look up, but up for rock. Climbing these heights, man, I can't stop at all. I'm standing tall. I'm a survivor, stay alive. Do or die, my prime, I'm a fighter. I'm a survivor, won't be tied up. Break from the pain, take your place, I reminder. I'm a survivor. Break from the pain, take your place, I
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից փոխանցեցինք ձեզ մենք սիրելի ռադիոլսողներ, վերջին մի քանի րոպեն է եւ փորձենք ամփոփել մեր այսօրվա թեման, որ այսօր այդքան շատ խոսում էինք այդ ամենի մասին։ Մրցանակաբաշխությունները, մրցանակները մեծ ու փոքր ոլորտներում դրանք իսկապես կարևոր են եւ գրեթե չկա մի եթեր, որ չդիմենք մեր արհեստական բանականության օգնությանը։ Աբոն ողջունում է ձեզ, ջերմ ողջույններ Աբոից հարց եմ ուղղել, թե որքան կարևոր են մրցանակները։ Մինչև հարցին անդրադառնալը ինձ թվում է միայն դուք եք արհեստական բանականությանը Աբո ասում։ Ես իմացա, որ ուրիշներն են արդեն ասում։ Բայց ես տեսա այդ նոր հենց իր անունը տվեցին մեր գործընկեր Արսեն Գրիգորյանը, այն օրը եթերում ասաց Աբո է ասում։ Շատ հետաքրքիր է։ Լսիր, մեզնից են վերցրել։ Դա էական չէ, ովումից էական չի, բայց ինձ թվում է ուղղակի ասոցիացիան այսպես ԱԲ եւ ԱԲ-ն շատ հարմար է։ ԱԲ-ին հարցրել եմ, թե որքան կարևոր են մրցանակները մարդու կյանքում, ասում է, որ կարևոր են, բայց քանի որ մարդիկ անհատականություններ են, ամեն մարդ տարբեր կերպ է դա ընկալում։ Դե այստեղ շատ առանձնացրել եմ շնորհակալության ու ճանաչման նշանը, որովհետեւ մրցանակները հաճախ վկայում են այն մասին, որ մարդու աշխատանքը, ջանքերը կամ տաղանդը գնահատվում են։ Դե բնականաբար հաճախ նաև մրցանակի տեսակներ կան, որոնք բացում են նոր հնարավորություններ, օրինակ մենք խոսեցինք տարատեսակ մեծ մրցույթների մասին, դրանք եւս շատ կարեւոր են, եւ այստեղ նաև հասարակական ազդեցության մասին ենք ուզում խոսել, որովհետեւ հասարակական ազդեցությունը եւս այստեղ փոխվում է, երբ դու մրցանակներ ես ստանում, մի տեսակ այսպես կարողանում ես ավելի բարձր, մրցանակ ստանալը կարող է ավելացնել մարդու հեղինակությունը, տվյալ ոլորտում, ինչը նրան ավելի ազդեցիկ կարող է դարձնել։ Մենք գիտենք տարատեսակ հայտնի մրցանակաբաշխություններ, որոնք այսպես երկար ու ձիգ շարունակվել են։ Ես կուզեի դրանցից 3 առանձնացնել, բնականաբար արհեստական բանականությանն ենք դիմել, չնայած առանց դիմելու էլ երևի երբ ասենք մրցանակաբաշխություն, միանգամից կասենք առաջինը բնականաբար ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությունն է, որը իսկապես ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է եւ անկախ նրանից ֆիլմասեր ենք, թե այդքան էլ ոչ, գոնե գիտենք այն երբ է եւ ինչ արդյունքներով է ավարտվում։ Եվ այդուհանդերձ որքան էլ մենք չենք ասում ենք դե լավ, այսպես այնպես տարվա ֆիլմին դուր չեկավ կամ դուր եք, այդուհանդերձ բոլորը ուշ-ուշով հետևում են, որովհետեւ անկախ մրցանակից նաեւ դա գեղեցիկ տոն է, կինոտոն է ու այսպես իրադարձություն, որ մեր սիրելի արտիստներին, կինոաշխարհի այսպես ինդուստրիայի ներկայացուցիչներին հավաքում է մեկ վայրում։ Արդեն հայերին նաեւ Իդեպից ասեմ, որ բազմաթիվ հայտնի այսպես կինոաշխարհի թելադրողներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ բազմիցս ստացել են Օսկար մրցանակներ եւ հրաժարվել են իրենց մրցանակից այն լուրջ չհամարելով։ Գիտեմ, որ արտիստներից մեկը իր Օսկար մրցանակը օգտագործում է, որպեսզի դուռը քամուց պահի եւ չփակվի, եւ որպեսզի չկարողանան վաճառել, ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ Օսկարը եթե ցանկանում է որևէ արտիստ վաճառել իր Օսկարը, ընդամենը $2 կարող է վճարել։ Հաջորդ մրցանակաբաշխությունը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր այսպես միջոցառումն է Գրեմին, որին էլի սրտատրոպ երաժշտասերները սպասում են եւ ասում են thank you Beyoncé։ Ես վերջին շրջանում այդպես է պաստորեն եւ այստեղ ամփոփումն է երաժշտական տոնը երաժիշտների առումով այս տարբերակով եւ չենք կարող չառանձնացնել թեպետ ըստ ինձ այս երրորդ հորիզոնականը, որ Աբոն առանձնացրել է, պիտի գար առաջին հորիզոնական Նոբելյան մրցանակների մասին է խոսքը, որովհետեւ գիտության, գրականության եւ խաղաղության ոլորտներում ամենահեղինակավոր մրցանակները, որոնք շնորհվում են ամեն տարի Նոբելի հիմնադրամի կողմից։ Մենք 3 ոլորտներ նշեցինք, փաստորեն տարբեր ոլորտներ էին առանձնացվել, սա հրաշալի է, կա Բուքեր մրցանակ գրականության ոլորտում, Palmen եւ Golden Globe մրցանակները կրկին կինոյի ոլորտում, այդ մրցանակները շատ են։ Տոնի մրցանակներ, թատրոնի, եւ Լուսինե չի կարող լինել մրցանակներ, մրցակցություն, մրցակցային ոգի առանց սպորտի, FIFA-ի աշխարհի գավաթը, սա այսպես մրցանակաբաշխություն դժվար է ասել, սա մի ամբողջ այսպես մրցաշար է, մրցույթ է, բայց ֆուտբոլի ոլորտում էլ կան հենց այդպես առանձին մրցանակաբաշխություններ եւ իհարկե օլիմպիական խաղերը։ Այո, բնականաբար, եւ չենք մոռանում հեռուստատեսային արտադրությունների այսպես Emmy մրցանակները, չեմ հասկանում ռադիոյի համար
համար ինչի չկա, դե ստեղծենք, սպասում ենք անհամբերությամբ։ Մի խոսքով մենք նաև կարճ այսպես փորձեցինք ներկայացնել այն հայտնի, այսպես ասած, մրցանակաբաշխությունները, որոնք ունեն լայն տարածում։ Եվ լուսինե հիշում ես, տարիներ առաջ Հայաստանում էլ ունենք ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, բայց այսպես կրքերը միշտ թեժ էին, այո, հետաքրքիր էր, իսկապես հատկապես այն ժամանակ համացանց այդպես չկար կամ միգուցե ակտիվ չէր, ինչպես էին այդ բամբասանքները տարածվում, հայտնի էր դառնում, մեկը ստացավ, մյուս երկչին դուրս եկավ, այո, ոչ մի բան արդար չէր։ Միշտ կան այս կրքերը, ամեն դեպքում հետաքրքիր են մրցանակները, մրցանակաբաշխությունները, թե արտիստների եւ թե երկրպագուների համար։ Ունենք մեկնաբանություն։ Այո, ունենք։ Ես Սիրուշ Աբրահամյանինը կկարդամ, ասում է Բարի Լուիս Հայերջյան, սկզբում անծանոթ էր երգը, հետո անընդհատ լսելով հասկացա, որ ամենալավ ու հիթային երգն է Ապրես Պարկջան, իդեպ Պարքև է, անունը դարձրել են բեմական անուն։ Այո, այդպես է։ Միշտ այդպես է, չէ՞, մեր երգը այնքան ենք լսում, որ դառնում է միանգամից ես ուրիշ բան եմ նկատել, որ երգը կարող է այդ ընթացքում այդքան չտպավորվել Եվրատեսիլն ավարտվի, գնա, մեկ էլ հասկանաս, որ այդ երգը ուզում ես անդադար լսել, այո։ Օլյա Սահակյանը գրել է մեկնաբանություն, ամեն անգամ Լուսինե ջան ձեզ լսելով տրամադրությունս միանգամից բարձրանում է, շնորհակալություն։ Շնորհակալ։ Եվ սիրելի ռադիո լսողներ, այս լավ նոտայի վրա ավարտենք մեր եթերը։ Մենք շնորհակալ ենք ձեզ, ձեր ջերմության համար, որ դուք լսում եք մեզ եւ մեր, այսպես ասած, ծրագիրը ինքնանպատակ չէ։ Այո, այն իսկապես փորձում է օգնել ձեզ օրը լավ սկսել եւ շարունակել, ինչու ոչ նաեւ հանրային ռադիոյի հետ, լսելով բազմատեսակ ու բազմաժանր այլ հաղորդումներ։ Շնորհակալություն հայտնենք նաեւ մեր տեխնիկական անձնակազմի աշխատակիցներին, որոնք ոչ միայն մեր անխափան եթերն են ապահովում, այլև մեր տրամադրության գրավականն են, այսպես կարող ենք ասել, շատ կարեւոր բան են անում իրար։ Այո։ Մենք հրաժեշտ ենք ձեզ տալիս, աշխատանքային շաբաթն այսքանով ավարտվում է, բայց ահա Լուսինեն եւ Տիգրանը աշխատեն այլ վաղը եւ կապահովեն լավ երաժշտություն։ Իսկ այսօր ձեզ համար աշխատեցին իմ շատ սիրելի հրաշք Սևակ Հակոբյանը եւ հրաշալի Լուսինե Մուրադյանը։ Մնացեք հանրայինի հետ եւ թող այս ջերմ տրամադրությունը ձեզ ուղեկցի ամբողջ օրվա ընթացքում։ Սուրճ ու սեր առավոտից։